Պարոն վարչապետ, օրերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, եթե իրենից հաղթանակը գողանան, ինքը պատրաստ է գնալ հեղափոխության, նաև տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանը ինքնահռչակ վարչապետի օրակարգ է ձևավորել, ճակերտավոր կառավարության նիստեր է անում, ամենատարբեր օրենքներ են ընդունում, նախ ինչպես հասկանալ այս քայլերը, ինչ հող են նախապատրաստում, հակակոռուպցիոնի ձայնագրություններից մեկում էլ հիշեցնեմ, ասվում է այն մասին, որ անգամ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, մենք գնալու ենք իրենց բառերով ասած պերևառոտի, եւ հետո երկրորդ հարցս նրա մասին է, որ ավելի վաղ հայտարարել եք, որ մտավախություն ունեք օլիգարխ Սամվել Կարապետյանը մինչև տարվա վերջ դառնա բոնջ։ Օրերս Սամվել Կարապետյանը Factor TV լրագրողին ասաց, որ չի պատրաստվում պատասխանել նրա հարցերին, որովհետև կարծում է դուք նրա հետ փայ եք մտել, որովհետև ասում է ամեն անգամ ձեր հարցերին պատասխանելով վարչապետը ինձ դատի է տալիս եւ մեծ գումարներ կրում, ինչպես հասկանալ նաեւ այս հայտարարությունները, արդյոք կարող ենք ենթադրել, որ պարզունակ ստեր է ասում Սամվել Կարապետյանը եւ վախենում դատարանում դրա պատասխանատվությունը կրել։ Իդեպ ասեմ, որ եւս մի դատական հայց եմ ներկայացնելու, հեղինակը կամ կուսակցություններ կամ ով եթե անձն է անձը, որովհետեւ երեկվա Արմենիա հեռուստաընկերության տված հարցազրույցից հետո նրանք հայտարարել են, որ ես հաստատել եմ, որ 300,000 ադրբեջանցի է վերադառնալու կամ գալու բնակեցնելու Հայաստան։ Ես այդ կապակցությամբ երրորդ հայցը կներկայացնեմ եւ կարծում եմ այս անգամ արդեն գործ ունենք հրապարակային հարցազրույցի հետ, առավել եւս ակնհայտ է, որ երրորդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը, եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ, նշանակում է իր բանի հարստության չափերի մասին լուրերը խիստ չափազանցված են, ինչ վերաբերվում է պերևառոտին, Հայաստանը իրապահ եւ ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության ընտրություններում կարող է հաղթել, ես այդ դրա վերաբերյալ ճիշտ ասած անիմաստ եմ հայտարարում, անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն ասել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն։